թևերը չքշտեք, մի վազեք Երևան։ Ժողովուրդ ջան, ձեր կյանքը դժվարանալու է էլ դուսուս։ Ես գիտեմ, որ աշխատատեղի բանի խնդիրները կան, ասենք Գյումրին ծերից ծեր, մենք մեքենան քշում ենք 11, իսկ որոշ դեպքերում 12 րոպեում։ Նույնիսկ ծմերը, հա։ Գյումրից Երևան հասնում ենք 40-45 րոպեում, մինչև Երևանի մուտքը, հա, ասենք, ինչ ասենք, Հայ ֆիլմ կինոստուդիայի ընդհանրենք, հա, կամ Խաչմերուկ վերևի։ Իսկ այդտեղից մինչև Երևանի կենտրոն հասնում ենք 40-ից 50 րոպեում, նայած եղանակ, նայած տարի, նայած սեզոն, նայած ինչ է անունը, ավտոշարասյուն, որը դեմդ կելնի կամ չի ելնի։ Եվ գործի գնալ գալ Երևանում խցանումների մեջ, խեղդվելով, ճզմվելով օդի բանի որակի հետ կապված, ես չէ որ պիտի պատմեմ, թե դա ինչ դժոխք է, ժողովուրդ ջան, այդ դժոխք է, քաղաքաշինական դժոխք, որը երևի բնությունը հորինել է, որ տարբեր երկրներից բերեն այստեղ մասնագետների, ասեն, տեսեք քաղաքաշինական դժոխքը ինչպիսին է լինում։ Ահա տեսեք, որ եթե ձեր քաղաքի բնակչությունը իրեն լավ չպահի, կհայտնվի Երևանում։ Եթե իրեն շատ վատ պահող վարորդ լինի, կհայտնվի Կրկեսի, Արշակունյաց, Փողոցի, ուրեմն Խաչմերուկում, ունդեղ կմնա մինչև վերջ։ Ահա սա ահաբեկման համար է։ Որոշ երկրներում հարբեցող վարորդներին տանում են դատարանի որոշմամբ դիահերձարան եւ ցույց են տալիս խմածությունից, վթարից մահացած մարդկանց դիագներ։ Ասում է, տես, այ հարբեցող կյադա։ Դատավորն է որոշի այդպես։ Տես, որ դու խմում ես, հələ այս օրը չես ընկել, էլի, հա։ Կարող է ընկնես։ Դե գնա խմի։ Դաժան բան է, բայց թե է, էլի, կարելի է ազատազրկել նաև մարդուն, բայց թե այդպես էլի, այնպես էլ ուրեմն ովքեր կամենում են Երևանի օրինակը ուրեմն օրինակելի համարել, պիտի անպայման կան եւ այդ դժոխքում ապրեն, տեսնեն թե դա ինչ է նշանակում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։